Բարև սիրելի ժողովուրդ, ես ետ եմ եկել և արդեն տանն եմ, երկու շաբաթ ես ընտանիքիս հետ ճանապարհորդում էի, ամառա երեխաները տանն են, պետք է իրանց մի տեղ տանեինք, ման տայինք մի քիչ, թե չէ տանը կյանքներս կուտեին, և բացի դրանից էլ ես մի քանի գործեր ունեի, և գնացինք տարբեր տեղեր, ման եկանք մի քիչ, գործերս էլ արեցի, ու հիմա տանն եմ արդեն։ Հնարավոր չէր այդ օրերին ինչ-որ բան տեղադրել, փորձեցի, այո, կարևոր իրադարձություններ եղան, փորձեցի գոնե 1-2 անգամ տեղադրել ինչ-որ տեսանյութեր, բայց չստացվեց։ Որոշեցի, որ կհասնեմ տուն, նոր կանեմ։ Ճիշտն ասած, շատերիդ ազնվորեն եմ ասում, կարոտել էի, որովհետև շատ կարճ ժամանակում ձեզանից շատերը դարձել են արդեն հարազատ մարդիկ, որոնք գրում են, միշտ կապի մեջ են, և լավա որ հիմա տանն եմ արդեն, մտածում էի բոլորիդ մասին էլ, մտածում էի, որ հասնեմ տուն, անպայման մի բան տեղադրեմ, որ նորից շփվենք, որպեսզի հետ չմնանք մեր գործից։ Վերջի 2 շաբաթվա մեջ եղել են կարևոր իրադարձություններ։ Ասենք Իսրայելը որոշել է Հայաստանի ցեղասպանությունը ճանաչի, իրենք իրենց պատճառներով, շատ մարդիկ դեմ են դրան, բայց ես դեմ չեմ, ես այդպես չեմ տենում դա։ Ես տեսնում եմ այսպես. Իսրայելը ցեղասպանությունը ուզում է ճանաչի նրա համար, քանի որ Իսրայելը հասկացել է, որ իրենք մեծ սխալ են թույլ տվել հայերի նկատմամբ օգնելով ադրբեջանցիներին։ Իսրայելը չէր պատկերացնում, որ ադրբեջանցիներին օգնեն իրենք, Ալիևը կարող է սենց մեծ թևեր ձևավորի ու փորձի սենց մեծ քայլեր անի աշխարհում։ Նեթանյահուն Ալիևին նայում էր որպես տենց ջահել, չէր պատկերացնում, որ Ալիևը կարող է տենց ուզենա մեծ քայլեր գցի, Ամերիկայում Ամերիկայի կոնգրեսմեններին, սենատորներին փողեր տա զբաղված պահի, այնքան զբաղված, որ ասենք ինչ-որ տեղ նրանք Իսրայելի գործերով չկարողանան զբաղվեն, քանի որ նոր փողի ալիք է բացվել։ Նա չէր պատկերացնում, որ Ալիևը այդ տեսակն է, որ Ալիևին եթե թողնես, նա քո գլխին նստի հանկարծ, շատ վատ կլինի։ Եվ կարծեմ սրա մասին տարիներ առաջ մեր բոլորի կողմից չսիրված Ռոբերտ Քոչարյանը մի բան ասել էր, ասեց, որ նրանց չպետք է թողնես ինչ-որ այսենց բաներ անեն։ Ես մի 2 բառով Ռոբերտ Քոչարյանի մասին այսօր անպայման խոսելու եմ, շատ կարճ համառոտ մի քանի բառ եմ ասելու, որը որ շատ կարևոր է։ Կարևոր է, որովհետև ես ուղղակի էլ չգիտեմ մեր ժողովրդի մի մասնիկին ոնց բացատրեմ որոշ բաներ, որոնք շատ պարզ են հասկանալը, բայց ես նորից կանդրադառնամ դրան մի քանի րոպեով շատ կարճ, որպեսզի մեկ անգամ ևս և այս անգամ իրականում վերջնական ամփոփենք այս մի թեման և էլ սրան չանդրադառնանք։ Եվ նաև Իսրայելը հասկացել է, որ իրենց հաշվարկները Պարսկաստանի հարցում շատ սխալ էին, իրենք սխալ էին պատկերացնում Պարսկաստանին, Պարսկաստանի ուժը, անգամ Ամերիկայի հետ միասին իրենք լավ չէին պատկերացնում, որ Պարսկաստանը կարողանա երկուսին էլ դիմադրի և չէին պատկերացնում, որ Չինաստանն ու Ռուսաստանը կարող է պատրաստ լինեին այս աստիճանի օգնություն ցույց տալ Պարսկաստանին պետք եղած տեղը։
չէին պատկերացնում, հիմա պատկերացրեցին, հասկացան, որ իրենց հաշվարկները շատ սխալ են եղել եւ ինչքան էլ ուզում է իրանք խելացի մարդիկ լինեն հрьяաները, միևնույնն է նրանք սխալ հաշվարկ էին արել եւ հիմա ինձ թվում է, դա իմ կարծիքն է, բոլորը ասում են, որ Իսրայելը ուզում է ընդունի հայկական ցեղասպանությունը, որպեսզի ցավացնի Թուրքիային, քանի որ նրանք սա օգտագործել են առաջներում Թուրքիային, ասենք, մտրակելու համար, նման բաներ շատեր են ասում եւ ես ինչ որտեղ համաձայն եմ դրա հետ, բայց ինձ թվում է այս անգամ նրանց մոտ նաեւ կա սխալների ուղղման ինչ որ մի ցանկություն եւ նաեւ ցույց տալ Հայաստանին եւ հայ ժողովրդին, որ իրենք թշնամի չեն, որ իրենք իրանց բիզնեսն էին անում, իրենք իրանց շահերն էին ուզում պաշտպանել, բայց արանքում Ղարաբաղը ու Ղարաբաղի հայերը մնացին անտուն եւ մեր տարիների այս աշխատանքը, մեր հողը մենք կորցրեցինք նրանց ինչ որտեղ նրանց պատճառով։ Իհարկե, այդ ամեն ինչը չի կարելի բարձել Իսրայելի վրա, դա միայն Իսրայելի մեղքը չէր, իհարկե, այստեղ ամենամեծ մեղքը անխտիր, դա անգամ քննարկելու թեմա չի, դա Նիկոլ Փաշինյանի մեղքն է եղել, դրանում խոսք չկա, իր դավաճանական քաղաքականությունը եւ իր ոչ կարողությունը մի կողմից 10 տարբեր ուրեմն պարանների վրա փայլևանություն անելը ամենասկզբից էլ ինքը սրա համար էլ հենց եկել էր իր մանիպուլյացիաներն ու դերասանությունները ինքը շատ լավ գիտեր, որ ինքը եկել է Ղարաբաղը հետ հանձնելու, եթե դրա համար էր եկել, շատ ավելի լավ կլիներ այդ երիտասարդների մի սերունդ երիտասարդի չտաներ լցներ եռաբլուր եւ ուղակի մի ինչ որ ձև գտներ ժողովրդին համոզեր կամ ինչ որ մի քանի շրջան հետ տար ինքը թողներ գնար կամ մի բան աներ բայց ինքը մեզ բոլորից ցույց տվեց որ ինքը դավաճան է հողատու դավաճան է եւ հայատյաց մարդ է եւ նա մենք արդեն պետք չունենք ապացույցի որ հասկանանք որ նա Թուրքիայի կամ հատուկ ծառայությունների կամ գաղտնի ծառայությունների ագենտ է ես ուրիշ կերպ չգիտեմ ոնց բացատրեմ եւ ամերիկյան, անգլիական եւ թուրքական ագենտ է նա դրանից ուրիշ կերպ բացատրել չի կարելի բայց այո Իսրայելը իր մեղքը անպայման ուներ եւ Իսրայելը ինձ թվում է այս պահին ոչ թե միայն Թուրքիային է ուզում մտրակի, այլ նաեւ դաս է սովորացնում Ադրբեջանին ցույց է տալի, որ ինքը փոշմանել է իր արածի համար, թե Ադրբեջանին, թե Պարսկաստանին, թե Հայաստանին եւ արդեն վաղուց է ինչ ամբողջ աշխարհը Իսրայելին ասում է, որ դու իրավունք չունես հայկական ցեղասպանությունը չընդունելու, երբ որ դու ինքդ անցել ես, հրեաները անցել են այդ ճանապարհով եւ բացի դրանից էլ Իսրայելը այս պահին պետքա մի կերպ աշխարհում բոլոր մարդկանց սրտերը հետ առնի, հետ գրավի։ Այսինքն եթե հիմա Չինաստանին պետքա Թայվանի հարցը ինքը Չինաստանին կասի հա մենք քեզ օգնենք Թայվանը հետ վերցրա, որտեվ ամբողջ աշխարհը Իսրայելին դատապարտում է ցեղասպանության մեջ այս պահին։ Պաղեստինցի երեխաների, դուք գիտեք, որ արդեն 600,000 թվի մասին են խոսում։
600,000 պաղեստինցի են նրանք սպանել, այդ թիվը, այս պահին այդ թիվն է շրջանառության մեջ, դա իրական գենոցիդ է, և ոչ մեկ մեր անալիտիկներից, մեր ժողովրդի գիտական այս բոլոր մարդիկ, որոնք որ առավոտից գիշեր, սա իրանց աշխատանքն է, որ պետք է նստեն վերլուծեն, ինչի է Իսրայելը սա անում, ես ոչ մեկից չեմ լսել տա այն պատճառները, որ ես հենց նոր տվեցի։ Իսրայելը սա միայն չի անում, որպեսզի Թուրքիային ցավացնի օգտագործելով հայերին։ Ոչ, դա չի պատճառը։ Ես նոր թվեցի բոլոր պատճառները։ Նախ նրանք բոլոր ազգերին մի կերպ պետք է սրտները հետ շահեն, քանի որ գենոցիդ են գործել, հայերին սենց կշահեն, հետո նրանք ցույց են տալի Ադրբեջանին, որ իրենք փոշմանել են իրանց արածի համար, Պարսկաստանին են ցույց տալի, որ փոշմանել են, որտեղ նրանք պարտվել են պատերազմը Պարսկաստանին։ Ցույց են ուզում տան ուրեմն Թուրքիային, որ իրենք փոշմանել են, 1000 ուրիշ պատճառ, միայն պատճառը նա չի, որ նրանք ուզում են մեր դժբախտության վրա իրենք ինչ-որ քաղաքական դիվիդենտներ հավաքեն։ Հերիք է, նույն բանը կրկնեք, մի քիչ կարելի է ավելի ընդարձակ նայել հարցին, ավելի լայն լենզով, լուպով նայել այս հարցին։ Ես ուղղակի չեմ տեսնում, թե ոնց կարող է Իսրայելը փոշմանած չլինի, որ իրենք Ադրբեջանին օգնել են, ոնց կարող է, ոնց նայում եք, հարցի որ կողմից նայում եք, նրանց հաշվարկը սխալ է եղել, Պարսկաստանի պատերազմի համար էր արվում դա, Ադրբեջանին օգնելը, և պատերազմը սխալ գնաց, և բացի դրանից էլ Ադրբեջանը չպահեց իր խոստումները Իսրայելին, բացի դրանից էլ Ալիևը ընենց է վեր թռնում, որ ինքը արդեն աշխարհում հարց լուծող է, և դա չի կարող Նաթանյահուին դուր գալ, քանի որ աշխարհում հարց լուծողները իրենք են, ոչ թե Ալիևը։ Ալիևը ինչ-որ բաներ է անում, ինչ-որ մեծ պետությունների է հաթաթա տալի, սրանք կողքից նայում են, ասում են հլը մի րոպե, այ տղա, դու մի քանի տարի առաջ մի հատ փոքր 3 միլիոնանոց պետության 30 տարի չէիր կարողանում հաղթեիր, մենք եկանք էլի չէիր կարողանում հաղթեիր։ Ինչևէ, ես հարցից եկեք դուրս գանք, ես արդեն բացատրեցի, ես ինչ եմ կարծում, եթե համաձայն եք իմ հետ, համաձայն եք, եթե համաձայն չեք, ուրեմն երևի դուք ձեր կարծիքները ունեք։ Ուրեմն ես մի անգամ էլ բացատրեմ այս Ռոբերտ Քոչարյանի պահը, հետո նոր անցնեմ մյուս թեմային, հա։ Ժողովուրդ ջան, դուք որ կոմենտներ եք գրում ինձ և ասում եք, ես շատ ուրախ եմ, ես լսեցի ձեր տեսանյութը, հազիվ մեկին գտա, որ խելացի բաներ է ասում, հազիվ մի մարդ, որը որ ինչ-որ շատ լավ բաներ եք ասում, ես շատ զգացված եմ, հետո գրում եք, բայց մինչև հասա Ռոբերտ Քոչարյանի պահին, ես չէի սպասում, որ դուք Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եք։ Ես ուղղակի էլ չգիտեմ ոնց բացատրեմ, որ ես Ռոբերտ Քոչարյանի կողմնակից չեմ։ Ես ոչ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եմ, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ նամանավանդ Նիկոլ Փաշինյանի։ Ես իրոք դրանցից ոչ մեկի կողմնակիցը չեմ, դրանցից չասեմ, նրանցից ոչ մեկի կողմնակիցը չեմ, ժողովուրդ ջան։ Եկեք սենց ասեմ էլի, եկեք սենց բացատրեմ։ Պատկերացրեք մենք մեր ամբողջ ազգով մի հատ մեծ ինքնաթիռով գնում ենք, օդի մեջով գնում ենք։ Ինքնաթիռի ուրեմն մեր օդաչուները Նիկոլ Փաշինյանն է ու Ալեն Սիմոնյանը։ Այդ
ինքնաթիռը այս հենց է թռնում, սենց, ամեն անգամ այս կողմ են կողմ գնալուց մի թևը մի տեղ է խփում, արդեն երկու ակերը կորցրել ենք, մի շարժիչը կորցրել ենք, պոչի մի կողմը չկա, ինքնաթիռը արդեն տրաքելու է, մենք ամբողջ ազգով այդ ինքնաթիռի մեջ ենք, ֆռում ենք, նայում ենք, ոչ մեկ չկա ինքնաթիռի մեջ նստած, որը որ կարող է, ունի այդ էքսպերիանսը, ունի այդ ստաժը, որպեսզի գա մտնի այս կաբին, որտեղ որ օդաչուներն են, վերցնի ղեկը և այս ինքնաթիռը ինչ-որ մի կերպ իջացնի օդանավակայան, որպեսզի մենք բոլորս փրկվենք։ Այդ պահին այն վերջում, ամենավերջում նստած է մի մարդ, որը որ շատ մեծ էքսպերիանս ունի և իր տարիներին ինչ ուզում եք ասեք, Հայաստանը ինչ-որ ձևով դուրս է եկել այն շատ վատ իրավիճակից, որի մեջ նա կար։ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել ոչ մի ծնունդների, ոչ մի հարսանիքների, ոչ մի կնունքների, նա չի կանգնել քավորներ, խնամիններ, չգիտես, ոչ մի նման բան չի արել այդ մարդը 10 տարվա ընթացքում։ Ժողովուրդը նրան չի սիրում տարբեր բաների համար, տարբեր հանգամանքներով։ Ես Հայաստանում չեմ ապրել այդ տարիներին, բայց արդեն բացատրել եմ, որ Հայաստանից դուրս եմ եկել իր ժամանակ, ամենասկզբում, իր հենց գալու ժամանակ։ Ես ոչ մի անձնական, հեռակա կապ չունեմ այս մարդու հետ, չեմ ճանաչում, մարդ չգիտեմ, որ ճանաչում եմ։ Սուզան Մարկարյանը, այսինքն Սիրուշոյի մաման, իմ մոր շատ տարիներ առաջ հետ ընկերուհիներ են եղել աշխատանքի բերումով, բայց նրանց կապը շատ վաղուց կտրվել է, այսինքն այնպես չի, որ իրենք ինչ-որ վերջին 30 տարվա մեջ իրար հետ զրուցել են, չկա նման բան, այսինքն ընկերուհիներ եղել են իրենց երիտասարդ ժամանակ, իմ մոր հետ, քանի որ բոլոր դերասան երգչուհիներն էլ իմ մոր հետ շփվել են։ Հիմա կապ չկա, այսինքն ես ոչ մի կապ չունեմ այս մարդու հետ։ Ես միայն ասում եի, որ երբ որ ես եմ պտտվում նայում, ես տեսնում եմ հեռվում նստած մի օդաչուի, որը միակ օդաչուն է այս պահին, որ այս ինքնաթիռը կարա կանգնացնի այս տուրբուլենսի մեջից հանի։ Ես մենակ ասել եմ, որ միակ մարդը, որովհետև մենք այս պահին չենք կարող բերել մարդկանց, որոնք որ չունեն այդ ստաժը, կարողանան, կարողա չկարողանան, մենք չենք կարող դա մեզ թույլ տալ, դա շատ մեծ հաճույք է մեզ համար այս պահին, մեզ պետք է մարդ, որ 100%-ով գիտի ինչ է անելու ինքը, 100%-ով, և ես ասել եմ, որ սա միակ մարդն է, որ գիտի ինչ է անում, որովհետև առաջ արել է, և եթե ինչ-որ մեկը կա եղածների մեջից, որ կարա այս հարցը լուծի, դա Ռոբերտ Քոչարյանն է, այդքան բան, ես ասեցի, չէ, անձերը այս պահին կապ չունեն, սա ոչ իմ մասին է, ոչ ձեր մասին է, ոչ, սա մեր բոլորիս անձնական հարցերը դնում ենք մի կողմ, բոլորիս, ոչ մեկս մենք ոչ մեկով, ոչ մեկ մեր ազգից, այս պահին, իր անձնական խնդիրները չի կարող մեջտեղ բերել, քանի որ մենք պետություն ենք կորցնում, մենք երկիր ենք կորցնում, և եթե այս երկիրը կորի, մենք էլ ոչ մի բան չունենք, այսինքն մենք կորանք որպես ազգ, մենք կվերանանք որպես հայ մարդ, մենք կվերանանք ուղղակի,
որովհետև եթե չլինի Հայաստանը, չենք լինելու նաև մենք։ Այսինքն մենք մեր էգզիստենցիալ խնդիրը լուծելու համար պետք է մոռանանք մեր բոլոր անձնական խնդիրները եւ նայենք, այս մարդը լավ մարդ է, լավ մարդ չի, կապ չունի, բայց այս մարդը այս գործից հասկանում է ու այս մարդը այն տեսակն է, որ մեջտեղից ճղելու է, մեզ դա է պետք, թե Նիկոլին է մեջտեղից ճղելու, թե Ալիևին, միայն այդ պատճառով ես ասեցի լավ կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանը նստեր վարչապետ այս պահին, դա չի նշանակում ամենևին, որ ես Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եմ, ես Հայաստանը պահելու կողմնակից եմ, թե չէ, եթե դուք ուզում եք իմանաք ես ում կողմնակիցն եմ, ես նորից բացատրեմ, հիշացնեմ, ես կողմնակից եմ հայկական թագավորության, ոչ թե հայկական հանրապետության, հայ ազգը դեռ այդ տեսակը չի, մենք պետք է հասկանանք մենք ովքեր ենք, մենք պետք է մեզ ճանաչենք, ընդունենք, արդյոք մենք այդ տեսակն ենք, որ դեմոկրատիա խաղանք, ոչ, դեռ այդ տեսակը դեռ չենք, արդյոք մենք ու լավ կլիներ, որ այդ տեսակը չդառնայինք, որտև այդ տեսակի մեջ արդեն մտնում են LGBTQ-եր, մտնում է անընդհատ իրար դատի տալը, այդ տեսակի մեջ արդեն մարդկային ոչ մի բան չկա, այդտեղ մենակ կան շահեր և հաշվարկներ, կապիտալիզմը և դեմոկրատիան իրար հետ, դրանք շատ վտանգավոր իրար հետ գնացող բաներ են, սիստեմներ են, դրանք մեր ազգին կոռումպացնելու են և մեր ազգին ընդհանրապես փչացնեն, արդեն փչացրել են, շատ կարճ ժամանակում, եթե սա շարունակվի ևս մի քանի տարի և երկրի դռներն էլ բացենք, էմիգրացիան այսենց լծվի ներս, գալիս են, հնդիկները իրանց կողմից են նկարում, վիդեոներ, ասում են նայեք, հնդիկ աղբերներ, ինչ լավ է, եկեք, ամեն մեկը իրա հերթին կանչում է, դուք հասկանում եք, որ շուտով մեր պետության մեջ մենք կլինենք փոքրամասնություն, և երբ որ մեր պետության մեջ մենք լինենք փոքրամասնություն, այդ ժամանակ մենք ընդհանրապես կոնտրոլ չենք ունենա մեր երկրի վրա, մուսուլմանների քանակը մեր երկրում ավելի շատ կլինի, քան քրիստոնյաներինը, ու մենք կկորցնենք ընդհանրապես, մենք էլ հնարավոր չի լինի հետ բերել դա, մարդկանց չես կարա դեպորտ անեսել, այսինքն այս պահին Նիկոլ Փաշինյանից ազատվելը էգզիստենցիալ է ամեն հարցում, ես ասել եմ և նորից կրկնելու եմ, պարլամենտական սիստեմը մեր պետության համար չի աշխատում, որովհետև մեր ազգը ահավոր ամբիցիոզ ազգ է և պատմությունից մենք պետք է մեր դասերը քաղայինք արդեն, պատմության մեջ սկսած էլ Աշոտ Երկաթից, Տիգրան Մեծից, ում ուզում եք նայեք, իշխանները իրար են կերել աթոռի համար, վերջում կորցրել են թե գահը, թե թագավորությունը, թե աթոռը, թե ամեն ինչը, ոչ մեկին չի հասել վերջում, ոչ մեկին, հիշում եք, ֆիլմ կար մի հատ, անգլերեն չեմ հիշում անունը, ոնց էր, կարծեմ Բիզումնի միր, տենց էր կինոյի անունը, ինչքան հիշում եմ,
որ բոլորով իրար հետ դուրս են գալի գնալու այդ հարստության հետևից, ամեն մեկը մի հիշում եք տենց ֆիլմ կար, կարծեմ տենց էր անունը, երբ որ նման բան կա, պայմանավորվածություն չկա, ամեն մեկը իրան է ուզում քաշի, հարստությունը, երկիրը, վերջում ոչ մեկի չի հասնում, վերջում դրսի մի ուժ, որը որ կապ չուներ այդ մարդկանց հետ, որոնք բոլորով իրար հետ գնում էին այդ մի գահի, աթոռի, հարստության ետևից, վերջում ուրիշ մեկն է դառնում դրա տերը, միշտ տենց է, մեր 3 միլիոնանոց երկրի մեջ իմանալով, որ երկիրը կորցնում ենք, իմանալով, նայեք քանի կուսակցություններ մասնակցում ընտրություններին, ինչքան ձեն փոշիացրեցին, գիտեն է, որ երկիրը կորում, գիտեն է, երկիրը կորում է, բոլորը գիտեն դա, բոլորը տեսնում են դա, իրանք տեսնում են, որ մենք Հայաստան էլ չենք ունենալու, և այդ տեսնելով, իրանք միևնույն է իրանց աթոռի հետևից են գնում, դրա համար այս պարլամենտական սիստեմը մեր երկրի համար չի, մեր ազգի համար չի, մեր ազգին ու մեր երկրին պետք է մի ղեկավար, որը որ շատ աչքաբաց է, ամեն ինչ տեսել է իր կյանքում, հարստությունն էլ, ամեն ինչ չի ուզում ոչ մի տենց բան, ամենակարևորը երկրի կայունությունն է, իր ազգը լավ ապրի, ինքը տեսնի ուրախանա, նման մի մարդ, կան նման մարդիկ, կան, ես հավատացնում եմ ձեզ կան, մարդիկ կան, որոնք անձնական շահ չեն տեսնում ստեղ, մարդիկ կան, որոնք ուզում են երկիրը մնա, երկիրը հզորանա, ուզում է տեսնի իր ազգի մանուկները մեծանան, որպես լավ հայեր, պատրաստված մարդիկ, դուք հասկանում եք, մեր երկրին պետք է, քանի որ մեր երկիրը այսուհետև, մենք ուրիշ ձև պետք է մոտենանք մեր բոլոր հարցերին, մենք պետք է այս խաղաղություն ասածը, այո, պահենք, խաղաղությունը պետք է լինի, բայց մենք չպետք է մոռանանք ոչ մի բանը, մենք պետք է անպայման պահենք այն ամեն ինչը, ինչ ունեցել ենք, նաև հիշողությունները, մեզ պետք չի պատերազմ, մենք պետք է այնպես անենք, որպեսզի պատերազմ չլինի, բայց այնպես անենք, որ մեր երկիրն էլ չմասնատեն տանեն, բացի դրանից մեր երկիրը պետք է լուրջ զինվի, լուրջ, մեր երկրի ներսում պետք է լինեն շատ լուրջ արտադրություններ, Ղարաբաղի, Արցախի պարլամենտը պետք է անպայման գոյատևի, անպայման, Հայաստանից դուրս, պետք է խելացի լինել, հասկանում եք դուք, խելացի է պետք լինել, ոնց սիոնիստական կոնգրեսը կազմվեց Շվեյցարիայում, ինչ կապ ուներ Շվեյցարիան Իսրայելի հետ, կարևորը որ կար ոգին, երազանքը, պատկերացումը, մտահղացումը և գումարը, իրենք հասան իրենց նպատակին, հասան, Հայաստանը դառնում է թագավորություն, իմ կարծիքով, թագավորությունը լինում է, որ իր չափերով, Ադրբեջանը չի վերցնում այս տեղը, այն տեղը, ոչ, ոնց որ կա Հայաստանը դառնում է թագավորություն, ես տենց եմ պատկերացնում, լինում է մի մարդ, որը որ իր երկրի բոլոր որոշումները կորոշի նա, եթե նա ազգին տա ապրելու, լավ ապրելու բոլոր հնարավորությունները, մարդիկ լավ ապրեն,
տեսնեն բարձրանալու աստիճան, որ հնարավոր է քո երկրում բարձրանաս եւ ինչ-որ մի բանի հասնես։ Եթե դու տաս սովորական մարդը շատ բան չի ուզում, սովորական մարդուն պետք է ընտանիքին լավ պահի, մեքենա է ուզում, մի հատ տուն է ուզում, չէ՞։ Ուզում է տարին մեկ էլ ընտանիքին տանի հանգստանալու։ Սովորական մարդը դրանից ավել բան չի ուզում։ Եթե ուզում է, աշխատում, ստեղծում է, բայց գոնե այդ մինիմումը պետք է մարդը ունենա։ Աշխատավարձները պետք է լինեն այնքան, որ մարդը չմտածի, պամիդոր առնեմ, թե չառնեմ։ Փոքր երկրի մեջ, նման փոքր երկրի մեջ, այսքան փոքր քանակությամբ մարդ, որ ապրում է, նման երկրի մեջ նման պայմաններ ստեղծելը պետք է որ ընդհանրապես խնդիր չլիներ։ Բայց բոլորը իրանց հերթին իրենց են վերցրել։ Դրա համար չի հասել մնացածներին։ Ամեն մեկը այդ ժամանակվա եղած չափով։ Ես չեմ ասել ոչ մեկ չի կերել։ Ես ուղղակի ասել եմ միլիարդներ չեն կերել, որովհետև միլիարդներ չի եղել։ Բայց եթե մեր երկիրը դառնա ոնց որ եղել է ժամանակին թագավորություն, որտեղ մի հոգի մարդ է որոշում եւ աշխարհի գումարները կգան կմտնեն մեր երկիր, որովհետեւ մենք կունենանք բանկային պետություն, բանկ, մեր պետությունը թող զբաղվի բանկով։ Մենք շատ բան կարող ենք արտադրել, նամանավանդ փոքր տեսակի ապրանքներ, մանր, որոնք կարող ենք արտահանել ինքնաթիռով հենց։ Հասկանում եք, որպեսզի ոչ մեկի հույսին չմնանք։ Այնպիսի ապրանքատեսակներ կան, որ փոքր են չափսերով։ Եվ մի ինքնաթիռ կարող է մի կես տարվա բան դուրս հանի երկրից։ Հասկանում եք, բայց փոքր ապրանք, բայց մեծ գնի։ Այսինքն մեր երկրում կարելի էր ադամանտ մշակել։ Ասենք ադամանդը ճիշտ է Իսրայելում են անում դա, բայց մենք ինչ պակաս կարող ենք դա անել, չէ՞։ Կարող ենք զմրուխտ մշակել, Աֆրիկայից 1000 բան կարար գար մեզ մոտ, մշակվեր, գնար ուրիշ տեղ, Հնդկաստանի հետ մենք լավ ենք։ Գար մեր երկիր մշակվեր, դուրս գար։ Բանկինգը, ամբողջ աշխարհի գումարը Շվեյցարիայի նման, թող գար մեր երկիր։ Բանկային կապիտալով կարելի էր պետություն պահել։ Բայց մեր երկրում էս ոչ մի բանը չի լինելու, քանի չկա ստաբիլություն, ինվեստիցիան հանգստություն է սիրում։ Եվ մեր երկրում չկա հանգստություն, մեր երկրում իրար են ուտում, անընդհատ աթոռակռիվ է, ինվեստորները տեսնում են, չէ՞ սա։ Մեր երկրում անընդհատ այսենց վիբրացիայի մեջ է երկիրը։ Մինչև չգա այդ պահը, որ մեր երկիրը թագավորությունը ու մի մարդ է այդտեղ, մնացածը ամեն մեկը իր, ասենք ամեն մի փոքր քաղաք ունի իր մարդը իշխանների պալատում, որոնք որ բոլոր հարցերը իրար մեջ քննարկում են, ում ինչ պետքա վերջում տանում դնում են թագավորի դիմաց, ասում են, էս ենք որոշել, ժողովուրդը էս է ուզում։ Եթե թագավորը տեսնում է ժողովուրդը էս է ուզում, իրոք ստորագրում է։ Եթե թագավորը տեսնում է ժողովուրդը չի ուզում սա, էս կաշալոտներն են ուզում, ասում է ռադներդ քաշեք գնացեք, չի ստորագրում։ Ու վերջ։ Միակ ձևը մեր երկիրը հետ բերելու դա է։ Ուրիշ տարբերակ ստեղ գոյություն չունի։ Մենք մեր ամբիցիաների ձեռը կրակն ենք ընկել։ Մեր օլիգարխները, մեր էս տեսնում են երկիրը վարի է գնում, իրենք աթոռի կռիվ են տալի։ Հետո տեսնում են կորավ, նոր ասում են եկեք միանանք իրար, այն էլ էտել չեն կարողանում անեն։ Գիտեք, ինստիտուտներ կան, որոնք հաշվարկում են հեղափոխություններ։ Ասենք հաշվում են հեղափոխության համար քանի մարդ է պետք ու
Սենց հաշվարկներ, ամեն տեսակի հաշվարկ կա աշխարհում։ Ամերիկան անգամ բանը հետազոտություն է անում, թե քրտնած գորտին, որ կոկային տաս, ինչ կլինի, ասենք։ Ամեն տեսակի բան նայում են, զննում են։ 15,000 մարդով մեր երկրում փողոցով իշխանափոխություն կարելի էր անել։ Դուք ուզում եք ինձ ասեք, այդ 3 մարդը իրար հետ 15,000 նպատակադրված իմացող մարդիկ, որոնք գիտեն ինչի համար են դուրս գալի փողոց։ 15,000 մարդ չէին կարող հավաքել, իհարկե կարող էին։ Բայց նրանք դա չարեցին, որովհետև ես չգիտեմ ինչ են սրանք անում, բայց այս մարդիկ հաստատ էլ ես հույս չունեմ, որ կկարողանան հետ վերցնել իշխանություն։ Ես հույս չունեմ։ Պոեզդ ու շո։ Իրանք պետքա սա անեին հենց մյուս օրը, հենց այդ գիշերը, երբ որ Նիկոլը դուրս եկավ եւ իրեն հայտարարեց հաղթող, հենց այդ պահին պետքա ամեն ինչ արվեր։ Իրենք ուզում են Եվրոպաներին, Ամերիկային ապացուցեն, որ իրանք օրենքի սահմաններում են ուզում անեն, երբ որ Եվրոպան ու Ամերիկան եկան, օրենքները բոլոր խախտեցին իրար, բոլոր ընտրական օրենքները կոռումպացրին, փչացրեցին, գնացին։ Իրենք եկան խախտեցին բոլոր կանոնները, դուք ուզում եք նրանց ապացուցեք օրենքով, նրանք թքած ունեն օրենքի վրա։ Իրենց պետք է որ Նիկոլը մնա, Նիկոլն է մնացել։ Դուք ուզում եք օրենքով բան անեք, դե օրենքով շարունակեք, տենանք ուր է գնալու, մի երկրում, որտեղ դիկտատոր է նստած, որտեղ բոլոր ինստիտուցիոնալ ամբողջ համակարգը իր ձեռքում է, դատարանը իր ձեռքում է, դատախազությունն իր ձեռքում է, վարչապետը իրավունք չունի մեկին ասելու, ես ձեզ նստացնելու եմ, փդացնելու եմ, ես ինչ։ Վարչապետը դեմոկրատիայի մեջ, եթե իրոք օրենքով է, վարչապետը չի կարա մարդ նստացնի։ Վարչապետը դատարան չի, դատախազություն չի, քննչական բաժանմունք չի։ Վարչապետը անգամ այդ բառերը, որ իր բերանից դուրս են գալի, դրա համար մենակ նրան պետքա դատապարտեին Եվրոպայից, Ամերիկայից, ամեն տեղից, ասեն, ես ինչ ես ասում։ Ոնց ես դու քո երկիրը ասում բաստիոն դեմոկրատիայի, հետո ասում կնստացնեմ։ Ում ես նստացնում, ինչի դու դատարանն ես, ինչի դատարանը քո գրպանում է, ուրեմն դու կոռումպացված երկիր ես։ Այդ ոնց ես նստացնում, դու ով ես որ մարդ նստացնես, ով ես դու։ Սա արդեն պարզ է ինչ է, սա դիկտատուրա է, սավթ դիկտատուրա է այս պահին, սավթ դիկտատուրա, փափուկ դիկտատուրա, այսինքն ռեպրեսիաներ կան, բան, բայց հələ որ փողոցներում մարդիկ չեն սպանում, հələ որ դրան չի հասե, բայց դա գալիս է, դա լինելու է։ Ուրեմն ես էլ չեմ հավատում, գնա այս շոուն, որ սահմանադրական դատարանում խաղում են, անցանք առաջ։ Եթե իրենք իրոք ուզում էին հարց լուծեին, հարց լուծելուն այս մարդը փողոցով եկել է եւ միակ իրեն ճանապարհելու ձևը փողոցն է։ Նա չի վախում ոչ մի բանից, նրա հետևում կանգնած են Եվրոպան եւ Ամերիկան, այսինքն դատապարտող մարդիկ իր հետևում են։ Եթե դատապարտող ուժ չկա, մենակ Ռուսաստանն է։ Ինչ ունի ինքը վախենալու։ Մենակ Ռուսաստանն է դատապարտում, ով է իրան դատապարտելու, ոչ մեկ։ Այսինքն նա անելու է այն ինչ որ ուզում է։ Այսինքն ստեղ միակ բանը, որ վախացնում է Նիկոլին, դա գազազած ամբոխներն են։ Վերջացավ։ Գազազած ամբոխել չկա։ Մեր ազգում էլ գազազած մարդ չկա։ Գոյություն չունի։ Վերջ։ Վերջ։ Դրա համար այս հարցը չի լուծվելու։ Ես եկա այն եզրակացության, որ մեր ազգը ունի լուրջ հիվանդություն։ Հիմա ես ձեզ ասեմ, որ հիվանդությունն է։ Ուրեմն
հիվանդություններից մի հատ շատ լուրջ հիվանդություն կա, որը որ Ամերիկայում ուրեմն Ամերիկայում դրան անվանեցին Trump derangement syndrome, Trump, այսինքն Trump-ի վրա խփնված ինչ-որ սինդրոմ։ Trump-ի անունը լսում ես, մոտդ ինչ-որ բաներ է, վիբրացիաներ է սկսում։ Ես եկա այն եզրակացության, որ մեր ազգը, մեծամասնությունը մեր ազգի, Հայաստանում նամանավանդ ապրող, ունի Ռուսաստանի derangement syndrome։ Ուրեմն լսեք, անգամ մեր ազգի մեջ կան մարդիկ, չնայած ես ասենք այդ աղբամանի մեջի բաներին չեմ համարում ինչ-որ լուրջ մարդկանց, ասենք Արմեն Չիբուխչյան ինչ-որ, դրանք իրոք լավ էլի, ասենք ամբողջ օրը նստած ու ինչ-որ կա մի հատ մասա էլ, լրիվ անգրագետ, դուք չեք պատկերացնում Ամերիկայում ինչքան քաղաքականությունից չհասկացող, ընդհանրապես ոչ Հայաստանի, ոչ ստեղի, ոչ մի բանից չհասկացող, ինչքան ոչ գրագետ մասա կա։ Շատերը պարսկահայերի մեջից են, այն որ սենց տատիներ են, բաներ են նստում են, դրան են լսում, Արմեն Չիբուխչյան, ամբողջ օրը նստած Ռուսաստան է քլնգում, հիմարի մեկը։ Ուրեմն անգամ մարդիկ, որոնք իրականում ինչ-որ պրագնոզներ են տալի, ինչ-որ բաներ են խոսում, չեն մոռանում միշտ Ռուսաստանին, դու հենց բանից հետո ասում է, դե Ռուսաստանը մեր ընտրություններում հաղթող դուրս եկավ Ռուսաստանը, ինչով։ Մի հատ խնդրում եմ ինձ բացատրեք ինչով է Ռուսաստանը հաղթող դուրս եկել։ Ասեք լսեմ ես, ուզում եմ հասկանամ ձեր լիքը սենց անալիտիկներ կան, դեմքեր են մեծ, 40, 50, 70, 100 հազարով subscriber ունեն, խոսում են ամբողջ օրը, ասեք տեսնեմ Ռուսաստանը, եթե որտեղ է հաղթող դուրս եկել։ Հետո եթե Ռուսաստանը, հոկտեմբերի 27-ը Ռուսաստանի ձեռքի գործն էր, բան Նիկոլից ավել Ռուսաստանին ոչ մեկ չի խանգարում, բան Նիկոլին ինչի հոկտեմբերի 27 չեն անում, պրոռուսական մարդկանց, Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին, այտենց պրոռուսական, դրանք լրիվ պրոռուսական մարդիկ էին, Ռուսաստանը գլուխները կերավ այտենց ձևով, հա, ու Նիկոլին ոչ մի բան չի կարում անի, իսկականից, նախ որ ես արդեն էլ չեմ ուզում կրկնվեմ, բայց Ռուսաստանը դրա հետ կապ չուներ հոկտեմբերի 27-ի, բայց Ռուսաստանը թատրոն չի խաղում, Ռուսաստանի դոկտրինայի մեջ, իրանց ընդհանրապես քաղաքականության մեջ ամեն ինչը տապորով է, իրանք թատրոն խաղալ չգիտեն, իրանք եթե չեք հասկանում Ռուսաստանից, մի քիչ բացատրեմ ձեզ այդ ռուսական հիվանդությամբ տառապող ժողովուրդ, Ռուսաստանը ոնց ասում է, տենց անում է, ինչ-որ բաներ չի, թատրոններ չի խաղում ինքը, ասում է, եթե դուք գնաք Եվրոպա, իմ մոտից ձեզ հանելու եմ, ոնց ասում է, տենց էլ անում է, եթե սենց բան անեք, Լարսը փագելու եմ, տենց փագում է, Ռուսաստանը ոնց ասում է, տենց է, Ռուսաստանը հանգիստ նստած Պուտինը Նիկոլին ասում է, ընտրությունների ժամանակ չնեղես ես մի մարդուն, թող այն էլ պատասխան է տալիս, դուք չեք տեսնում, որ Ռուսաստանը ոնց կա, տենց է, Ռուսաստանը չի տալի տենց խաղեր, բան, ճիշտ է, պետք է նրանց էլ տողերի արանքում կարդալ, յուրաքանչյուր քաղաքական գործ չի ասած, պետք է տողերի արանքում կարդաս, բայց դրանից ավելի ուղիղ ասել, քաղաքական գործից չի էլ անում, այսինքն Ռուսաստանը ոնց ասում է, տենց անում է,
Ռուսաստանը ոնց է հաղթել, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է այս պահին Հայաստանի հետ։ Օրինակ ասենք Վարդան կա Նյու Յորքում, Վարդան Հակոբյան կարծեմ։ Այն առաջի օրերը ասում էր Ռուսաստանը ինքը իր օգուտը ստեղից քաղեց, Ռուսաստանը սենց անընդհատ Ռուսաստանին խփում են։ Ժողովուրդ ջան, Ռուսաստանը որտեղ է հաղթել ստեղ։ Եթե հաղթել է, ինչի համար են սենց միակ երկիրը այս պահին, որ մեզ օգնում է, որ մի կերպ հասկանան պահը ու գոնե մի կերպ այս հեղափոխություն, այսինքն այս ընտրությունները չեղյալ համարեն, դա Ռուսաստանն է, չընդունելով Նիկոլի հաղթանակը, նա կասկածի տակ է դնում մեր ընտրությունները, դա հերիք է, որ մեր ապոզիցիան մի բան անի, այսինքն միակ երկիրը, որ օգնում է այս պահին, էլի Ռուսաստանն է։ Մնացածը բոլորը մեր երկրում կոռումպացված քայլեր արեցին։ Այդ որ ասում են կաշառք եք բաժանել, ձեր նման ԿՊ կաշառք բաժանող ա եղել, անը դուք կաշառքի հերն եք անիծել, դուք կաշառքը օրինականացրել եք Ամերիկայի նման, ոնց որ Ամերիկայում է կաշառքը օրենքով, նույն ձևով պարգևավճարներ, կոնտրիբուցիաներ, այսենց կաշառքը չոտքի բաժանում եք, ոնց որ կա, օրինականացրել եք դուք լսեք, դուք կոռուպցիան օրինականացրել եք ու եկել եք նստել եք, խոսում եք կոռուպցիայից և խաբեությունից, դուք եք խոսում դրանից, դուք լրիվ Ամերիկայի լոբիիստական և Ամերիկայի այս բոլոր, դուք չոտքի լավ սովորել եք ձեր դասերը, դեսպանատանը, լավ, մեր ազգի մեջ համարյա 30 տարի է, 93-94 թվից մինիմում, կամաց սրսկել են այդ թույնը Ռուսաստանի նկատմամբ, արդեն իրականում մեր ազգի մոտ Russian derangement syndrome կա, արդեն ինչ ըլնում է, գցում են Ռուսաստանի վրա, էլ պետք չի լսեն, իմանան, ինչ-որ մի բան կարողանան մտածեն, չէ, սրանց ուղեղի մոլեկուլները, ատոմները, սաղ սելերը փդած է, էլ ուրիշ բան չեն մտածում, հիշում եք այն պահը, որ ասում էիր, ես չեմ ուզում Նիկոլը լինի, ասում էր Ռոբը լինի, ասում էր չէ, բայց ես չեմ էլ ուզում Ռոբը լինի, ինչի չկա ուրիշ մարդ, պետքա գտնել ուրիշ մարդ, չէ ասում էր, եթե Նիկոլը չլինի, պիտի Սերժը լինի, եթե Սերժը չլինի, պիտի Ռոբը լինի, այս մարդկանց մոտ ինքը շատ պրիմիտիվ ձև է աշխատում, այսինքն, հիմա, եթե ինչ-որ մի բան է լինում, մեր երկրում մի իրադարձություն եղավ, Ադրբեջանի հետ կապված, Թուրքիայի հետ կապված, ինչ-որ մեկի հետ կապված, էլ պետք չի ման գալ հանցագործ, միանգամից Ռուսաստանն է, սա իրականում հիվանդություն է, սա ուղեղի սինդրոմ է, սա մի հատ մի փչացած է սրանց ուղեղները, չի կարելի ամեն ինչը բարձր, գիտեք են ամեն շենքում կար մի մարդ կամ կին, որ ինչ ելնում էր գցում էին դրա վրա, ասում էին էտ արե հաստատ, ասենք ինչ կորում էր, ասում էին ինքը վերցրած կլինի, ինչ բամբասանք կար, ասում էին ինքը արած կլինի, ինչ ելնում էր, մեկի մարդը գիշերը տուն չէր գալի, գնում էին դրա տան կողքերն էր ման գալի, տենային կարող անդեյ, ասենք ինչ կար գցում էին դրա վրա, այս Ռուսաստանը դարել է դա, ես լրիվ հասկանում եմ ինչից է, սա Ռուսաստանի շատ սխալ խաղացած կարտերից է, իրենք իրականում իրենք չեն օգտագործում ոչ մի տեսակի տեխնոլոգիաներ, պրոպագանդայի միջոցով մարդկանց ուղեղի մեջ փոխել, կարծիք փոխել, իրենք չեն աշխատում դրա վրա, փող չեն ծախսում դրա վրա, Ամերիկան ու Անգլիան են դրա վրա փող ծախսում,
Այսինքն Ամերիկան, Անգլիան, Իսրայելը միլիոններ են ծախսում, միլիարդներ, որպեսզի մարդկանց մոտ ուրեմն կարծիքի նարատիվ կազմավորեն, կարծիք ստեղծեն, հասկանում եք։ Ռուսաստանը չի անում դա։ Ռուսաստանի մոտ տենց է, ոնց ասում է, տենց է։ Հասկացող մարդը հասկանում է դա։ Իսկ մարդիկ, որոնց որ դի ամեն ինչը համոզես, ասես, տես, այսի սենց որ անում են, սենց մարդիկ, որոնք որ պրոստը տենց կարդում են, ասում են, նայ Ռուսաստանը խաբեց մեզ, Ռուսաստանը մեզ խփեց, մեջքի գցեց։ Ժողովուրդ, դուք հասկանում եք, որ Ղարաբաղի կորուստը Ռուսաստանի համար այդ նույն ցավն ու բանն է, ինչ որ մեր համար էր։ Նրանք չէին ուզենա մենք Ղարաբաղը կորցնեինք։ Ինչի համար պետքա ուզենային, լավ էլի։ Իրենք իրենց վերտալյոտը 5 սալդատով դեմ տվեցին Ադրբեջանին, որ կարողանան մտնեն հարցի մեջ, մոռացել եք։ Իրենց ոնց է ձեռք տալի, որ կորի Հայաստանը, Ղարաբաղը, ախր այդ հողերը իրանք են, չէ, գրավել։ Մոռանում եք, մեկ-մեկ ասում են, չէ, որ Պուտինը չէր ասում, բայց Ժիրինովսկին էր ասում, որ դա մեր հողերն են, մենք ենք գրավել տվել ձեզ։ Իրենք ոնց կարող է ուզենային, որ Ադրբեջանը Անգլիայի ու Ամերիկայի հետ է, ոնց կարող է ուզենային իրենց հողը անցներ Ադրբեջանին։ Նիկոլը ու Նիկոլի տերերը դրանք են ուզեցել, որ Ադրբեջանին անցնի, ոչ թե Ռուսաստանը։ Իսկ Նիկոլը նշանակվել է Ամերիկայի, Անգլիայի, Իսրայելի կողմից, էլ չգիտեմ ոնց, լավ ինչ պիտի լինի, որ դուք սա տեսնեք։ Ես իմ ժողովրդին չեմ ասում, իմ մարդիկ, որոնք ինձ մշտական լսում են, նրանք գիտեն սա, նրանք իմ հետ համամիտ են։ Ես խոսում եմ մնացածի հետ։ Ինչ պետքա լինի, որ դուք տեսնեք սա։ Ռուսաստանի այս նախ ռուսաֆոբիան, այս հիվանդությունը իրոք ձեր ուղեղները փտացրել է, լրիվ փտացրել է։ Հիմա ուրիշ մի բան ասեմ։ Ուրեմն, եթե դուք գնաք Իսրայելում բնակվող հրեային ասեք, որ Նյու Յորքում ապրող հրեաները էլ չեն խառնվելու Իսրայելի գործերի մեջ, նրանք միանգամից կկապնվեն Նյու Յորք, հարցնեն, «Էս ինչ եք խոսում, էս ինչ են ասում»։ Կամ եթե գնաք Նյու Յորքում ապրող հրեային ասեք, դու էլ մի կապնվի Իսրայելի գործերի հետ, մի խառնվի դու գործ չունես, իրանք այնտեղ ոնց ուզում են թող ապրեն, դու Նյու Յորքում ես ապրում, ինչ գործ ունես դու Իսրայելի հետ, նա այդ բանը Թալմուդով կտա գլխիդ դրա համար։ Մեր հանգամանքում, մեր պարագայում կներեք, մեր դիասպորային ուզում են ամբողջովին կտրեն, արդեն կտրել են, բայց քանի որ Թուրքիան մրսում է հայկական դիասպորայից, Ադրբեջանն հետը, մեր դիասպորային ուզում են կտրեն մեր երկրից, որ ընդհանրապես մենք դրսից, անգամ եթե անձնագիր ունենք, չխառնվենք Հայաստանի գործերին, որովհետև այտենց Հայաստանը գրավելը հեշտ կլինի։ Եվ սրան մասնակցում են հրեաները։ Ինձ թվում է շատ շուտով Իսրայելը իր Մոսադի ագենտներին հետ կքաշի այս գործից, որտեղ նրանք հասկացել են, ինձ թվում է, որ սխալ են արել, Ադրբեջանին օգնել են, բայց ես ուզում եմ իրար հետ մի հատ կարճ տեսանյութ դիտենք, հասկանանք ինչի մասին եմ ես խոսում, հա, որովհետև սա շատ կարևոր է ժողովուրդ ջան։ Ես մի հատ սա դիտենք, հա։ Բարև ձեզ բոլորին։
Գիտեք ինչ, Ռուսաստանի հայերը շատ նեղանում են, որ ես ասում եմ, որ Ռուսաստանի հայ ոչ մի իրավունք չունի ասել եւ քննարկել, թե ինչպես պիտի ապրի Հայաստանի Հանրապետությունը, թե ինչպես պիտի ապրեն Հայաստանի հայերը, որովհետեւ նրանք այնտեղ չեն ապրում, որովհետև նրանք այստեղ Ռուսաստանում հայերենով չեն խոսում։ Եվ ես իսկապես կարծում եմ, որ իսկական հայերը ապրում են Հայաստանում եւ այս մարդիկ ընտրում են Հայաստանի ապագան։ Բայց այս Ռուսաստանի հայերը ինձ ասում են, իսկ դու ով ես, դու հրեա ես, դու եվրեյ ես, դու նայիր Իսրայելին, դու ով ես вообще, դու ինչ։ Դու գիտեք ես ով եմ вообще։ Ես ծառայել եմ Իսրայելի պաշտպանության բանակում որպես կամավոր։ Ես Իսրայելի պաշտպանության բանակի սպա եմ։ Ինչու որպես կամավոր, որովհետև ես եկել եմ Իսրայել, երբ որ 23 տարեկան եմ եղել, դրա համար պետք չէր, որ գնամ ծառայեմ Իսրայելի բանակում, բայց ես որպես կամավոր գնացի ծառայելու։ Ուրեմն ես ծառայել եմ Իսրայելի պաշտպանության բանակում։ Ես սովորել եմ եբրայերենը հենց սկզբից, հենց զերոյից։ Մեծ բան է։ Հայերենից հետո։ Որովհետև եբրայերենը աշխարհում չեն խոսում։ Եբրայերենը դա միայն Իսրայելի պետության պաշտոնական լեզու է։ Ինչպես արաբերենը եւ ինչպես անգլերենը։ Բայց եբրայերեն հրեական ընտանիքներում չեն խոսում Ռուսաստանում, չեն խոսում Ամերիկայում։ Ովը գնում է սինագոգա, խոսում է մի քիչ հասկանում է։ Բայց եբրայերենով խոսում են միայն Իսրայելում։ Եվ ես սովորել եմ իմ լեզուն հենց սկզբից։ Ես սինագոգա այցելում, ես ախոտում եմ եբրայերենով, չնայած որ ես շատ եմ սիրում մեր հայերենով ասել։ Ուրեմն, որ դուք գնաք ծառայեք Հայաստանի բանակում, որ դուք ինձ հետ Ռուսաստանում մաքուր հայերենով կխոսեք, ոչ այդ բոլոր բարբառներով, մաքուր գրական հայերենով, հետո կխոսենք ով եմ ես եւ ով եք դուք։ Շնորհակալություն բոլորին եւ մաղթում եմ խաղաղություն Հայաստանին։ Բարև ձեզ բոլորին։ Ուրեմն այս երևույթը սա Մոսադի ագենտ է, որովհետև երբ որ դու գնում ես ծառայում ես Իսրայելի բանակում, դու ոչ մի անգամ էլ չես լինում ոչ բանակային։ Իսրայելի բանակում ծառայելուց հետո դու մշտական մնում ես Իսրայելի բանակում։ Ես հայ գիտեմ, իմ հետ ապրում է նույն քաղաքում, հայ, զիոնիստ հայ, որ գնաց ծառայեց Իսրայելի բանակում, ես չեմ շփվում նրա հետ։ Հիմա էլ իր տղային է ուղարկել, զիոնիստներ են, ու ինքը Մոսադի ագենտ է։ Հիմա այս երևույթը ինչա հայրեն է սովորել, հայրեն սովորել է, որովհետև ինքը հենց այն ժամանակ, որ Նիկոլը պետքա գար, ուրեմն իր կուդեյտան աներ, հեղափոխությունը, իր ասած, սրա նման ագենտները սկսել են հայրեն սովորել ու ամեն տեղից բուսնել են սենց։ Հիմա սա եկել է հրեա, ինչա հայրեն է սովորել, լավ ես արել, սովորել ես քո ինտելեկտի համար ես սովորել, սովորել ես, որովհետև ագենտ ես, սովորել ես, եկել ես, որ գործ անես, օքեյ, հետո, եկել է ու մտել է հայ ազգի մեջ, նախ որոշում է, որ բարբառն է ճիշտ, որը չէ, հետո որոշում է, չի էլ խորհուրդ չի տալի, ինքը ասում է սենց պիտի լինի, դուք հասկանում եք, դուք դրսից ասում է մի խառնվեք, ու դու գնաս մի հատ, ու հետո որոշում է իրական հայը ով է, իրական հայը այն ասում է, որ ապրում է
Հայաստանում։ Բա իրական հրեան ով է։ Դու Իսրայելում չես ապրում։ Բա դու ինչի ես ասում դու հրեա ես։ Բա դու ինչի ես ամբողջ օրը Իսրայելի հարցերով զբաղված։ Հիմա էլ մտել ես Հայաստանի հարցերով զբաղվես։ Դուք հասկանում եք, մեր ազգում կան այն ոչխարների տեսակը, որ մի հատ մեկը իրանց լեզուն սովորում է, հայերեն մի բառ ասում, մի հատ Արմենիա է ասում, գլուխները սենց բերում են փիսիկի պես, ասում են սիրի մեզ, ինչ լավ է, որ դու հայերեն ես սովորել, ինչ լավն ես դու, ու հիմա տակը դրա նման այդ փիսիկների նման լիքը ոչխարներ գրել են այս վիդեոյի տակ. Дорогой Александр, спасибо огромное за ваш Արա, լսեք, այ հիմարներ, հերիքա այս տրապկի մետալից հետով ապրեք դուք, որ մեկը հայերեն մի բան է ասում, մի անգամից փիսիկի պես գալիս եք, մեր գլուխներդ մցնում եք արանքը, հերիքա, չի կարելին, այսքան սիրո կարիք, եթե այսքան շատ ունեք, եկեք բոլորիդ գլուխը շոյեմ գնացեք, այս ինչքան վատ եք դուք, Այս ինչքան քնքշանքի կարիք ունեք դուք աշխարհի կողմից։ Այս մարդը ինչ իրավունք ունի, գա որոշի մեր լեզվի որ բարբարն է բարբար, որ հայն է հայ չի, ով իրավունք ունի Հայաստան գնա, ով իրավունք ունի գնա որոշի, դուք հասկանում եք, ինքը եկել է որոշի մեր դիասպորան Հայաստանի վրա ինչքան իրավունք ունի կամ չունի։ Եվ երբ որ ասում է ես գնացել ծառայել եմ Իսրայելում, լավ ես արել, մեզ ինչ։ Այդ քո ասածը, որ հիմա ասում է դուք գիտեք ես ով եմ, ով ես։ Ով ես դու։ Ես գնացել եմ ասում է, իրանք իմ պետքը չունեին, բայց ես գնացել ծառայել եմ։ Դա ինչ կապ ունի, տղա ջան, մեր հայկական հարցի մեր դիասպորայի կամ մեր հարաբերությունների հետ, մեր ազգի հետ դու ով ես։ Ես հիմա քեզ բացատրեմ Ալեքսանդր Լեքսինգորդ, հա։ Ես քեզ հիմա բացատրեմ մի բան, որպեսզի դու հասկանաս, թե դու ինչ ահաբեկչություն ես ներկայացնում հայ ազգի համար ու որ Հայաստանի ԱԱԾ-ն եթե սա չի տեսնում Ուրեմն մի քիչ պետք է աչքերները ավելի բաց են, քանի որ մենք չունենք ԱԱԾ, մեր ԱԱԾ-ն մենակ աշխատում է իմ նման մարդկանց վրա, որոնք որ ճիշտն են խոսում, այլ ոչ թե ագենտների վրա, որոնք որ մեր երկրում կամ մեր երկրի հետ կապված հարցերով են զբաղված։ Ինչ գործ ունես դու մեր դիասպորայի, մեր երկրի ինչ որ յուրաքանչյուր հարցի հետ, տղա ջան, դու ինչ կապ ունես հայ ազգի հետ, ուզում էիր հայերեն սովորեիր, հայերեն մշակույթը հարգում ես, սիրում ես, հասկացանք, շնորհակալություն դրա համար, մենք զգացված ենք, ես համոզված եմ շատ հայեր կան, հրեաներեն, ոնց չենք էլ կարող ասենք ենքան բարդ է ձեր մոտ, բայց սովորել են ձեր լեզուն, հիբրուն են սովորել։ Շատ հայեր կան, որ ես Իսրայելի մասին շատ բան գիտենք, ինչքան որ դու գիտես Հայաստանի մասին, բայց ես կյանքում ինձ թույլ չեմ տա, գնամ, ինչ որ հրեայի ասեմ, դու ինչ գործ ունես, ոնց են իրանք ապրում Իսրայելում, ինչ ես դու խառնվում, դա իմ գործը չի, ես ինձ կյանքում իրավունք չեմ վերապահի, գնամ ինչ որ հրեայի, ասեմ, թե ինքը ոնց վերաբերվի իր երկրի հետ, դա հրեայի գործն է, բա դու ինչ գործ ունես, գալիս ես հայերին կամ խորհուրդ ես տալիս կամ ինչ որ հաթաթա ես անգամ տալի, մատ ես թափ տալի, դուք գիտեք ես ով եմ ասում ես, ես գնացել եմ ծառայել եմ IDF-ում, ծառայել ես ուրեմն շատ պաղեստինցի մանուկ ես սպանել, իսկ դա չէր մտածում, որ կարող է մեջ բերենք, եթե դու ծառայել ես IDF-ում, ուրեմն հաստատ լիքը անզեն պաղեստինցի ես սպանել դու,
որոնցից շատերը երեխաներ են եղել երևի։ Ուրեմն դու մարդասպան ես։ Բայց դու դրա մասին չէիր մտածում, կամ եթե դու եկել ես հային ասում ես ես բանը IDF-ում եմ ծառայել եւ երբ որ դուք գնացել ես ծառայել ես քո երկրի համար ես ծառայել մեզ ինչի ես եկել այդ օրինակը բերում կամ մեզ ասում որ դու գնացել ծառայել ես դա ինչ կապ ունի մեզ ինչ դու որ ծառայել ես IDF-ում ուրեմն դա քեզ իրավունք է տալիս որ դու գաս հայերին որոնք որ մի դարից ավել է Հայաստանը պահում են ամեն ինչով, դու քեզ իրավունք ես վերապահում գաս հային, դրսում ապրող թե Ռուսաստանի հային, որոշես, որ բարբարով խոսացողն է հայ, որը իրավունք ունի Հայաստանի վրա բան որոշի, որը իրավունք ունի Հայաստանի մասին մտածի թե չէ, որ հայը ինչքան հայ է կամ ինչքան հայ չի, դու իրավունք չունես դա անելու Ոչ մի պարագայում դու ոչ բարոյական իրավունք ունես դրա, ոչ քաղաքական իրավունք ունես դրա, ոչ մի տեսակի դու իրավունք չունես նման բան անելու, թաթիկներդ հեռու քաշի հայ ազգից ու Հայաստանից, հանկարծ չշփոթվես հայ ազգին ու հայ մարդուն դու ու քո նման յուրաքանչյուրը հանկարծ չշփոթվեք մեզ ճանապարհ ցույց տաք թե մենք մեր երկրի հետ կապված ինչ անենք դուք գնացեք զբաղվեք ձեր երկրով դուք շատ խնդիրներ ունեք գնացեք զբաղվեք Իսրայելով շնորհակալություն քո բոլոր արարքների համար հայրեն ես սովորել հայկական պատմությունը շատ օգուտ ես տվել Իսրայելին շնորհակալություն անցածների համար բայց ներկայի համար պատասխան կտաս դու իրավունք չունես հայ մարդուն ասես ինքը ոնց իր երկրի հետ իր ապագան կապի դու ոչ մեկ ես ոչ մեկ բացի հայից իրավունք չունի այդ երկրի վրա ոչ մեկ անգամ հայը իրավունք չունի ուրիշ հայի ասի դու քո երկրի ապագայի համար մտածես թե չմտածես եթե հայը սրտացավ է իր երկրի համար եւ ինքը ուզում է իր երկրի լավ ապագան եւ դրա համար ինչ որ քայլեր անում, դա միայն իր գործն է։ Հələ անգամ ուրիշ հայի գործն չի։ Ուր մնաց դու գաս քո ռուսական ու եվրեական ակցենտով հայրեն որոշես որ բարբարն է իրական ու մաքուր ու ասես իմ հետ խոսակ այն ժամանակ երբ որ դուք Տղա ջան, դու սխալ կուպեում ես, սխալ դուռ ես բացել, սխալ, եթե դու ուզում ես ինտելեկտուալ լինել, գնա քո աշխատությունները, գրի, ջնջի, ինչ ուզում ես արա, կարաս հայկական պատմություն կգրես, մենք կկարդանք, կտեսնենք, եթե ճիշտ է, կընդունենք, կհարգենք, կգնենք քո գրքերը Եթե ճիշտ չի, չենք ընդունի, չենք հարգի։ Եթե դու ինչ-որ հարցերում հայ ազգի կողքը ուզում ես կանգնես, շնորհակալ է հայ ազգը քեզ դրա համար։ Ես հաստատ եմ ասում քեզ։ Բայց ոչ մի անգամ, ոչ մեկ, ոչ մի երկրից, ոչ մի ազգից կյանքում իրան թույլ չտա հայ մարդուն ճանապարհ ցույց տա Հայաստան կամ Հայաստանից դուրս Սա արդեն մեր անձնական գործն է մեր երկրի մեջ մենք մեր ձևով մենք ոչ մի հրեայի
ոչ մի ճանապարհ ցույց չենք տալի, ոչ էլ ասում ենք ինքը ինչ անի իր երկրի համար։ Դու այդքան հրեա չես, որ Իսրայելում չես ապրում ուրեմն, ու դու Իսրայելի հետ կապված ոչ մի բան իրավունք չունես անելու։ Եթե տենց է, մենք էլ խառնվենք, ասենք հրեաներին դուք իրավունք չունեք։ Այդ ինչի է Ադելսոնը Ամերիկայից միլիարդ փող ծախսում, որ հրեայի բանը Իսրայելի հարցերը լուծի։ Ինքը ստեղ է ապրում, ինքը ինչ գործ ունի Իսրայելի հետ։ Ամբողջ Ամերիկան աշխատում է Իսրայելի համար։ Ամբողջ Ամերիկան։ Մենք էլ հետը։ Մենք Իսրայելի վրա անգամ այս դեպքում, որ մենք փող ենք տալի քո Իսրայելին, ես, իմ ընտանիքը, բոլոր ամերիկացիները, մենք անգամ, մեզ անգամ ձեն չի հասնում, հրեաները իրանց երկրի հետ ինչ կուզեն կանեն, հայերը իրանց երկրի հետ ինչ կուզեն կանեն, դու չխառնվես դրան, տեղը ճանաչի, տղա ջան, IDF-ի սալդատ եմ եղել, հետո ինչ, մեզ ինչ, IDF-ի սալդատը սեղը մեզ ինչ, եկե Ադրբեջանին եք օգնել դուք, մեզ ինչ, դու Մոսադի ագենտ ես, ես հաստատ եմ դրանում, բոլոր իսրայելցի բլոգերները Հայաստանում Մոսադի հետ կապ ունեն, մենք դրանում համոզված ենք, այս հեղափոխությունը Նիկոլի ասաց, ձեզ էր ձեռք տալիս, մենք շատ բան գիտենք, չենք ուզում խոսել, խնդրում եմ, մի արա անենց, որ հայ ազգը սկսի քեզ չսիրել, որովհետև այդ ինչ որ դու անում ես, կարող է Հայաստանում կես միլիոն մարդ համաձայնվի քո հետ, ոչխարներ, բայց հաստատ իմացի, որ 10 միլիոն հայ քեզ կդատապարտի, տեղը ճանաչի, տղա ջան, այդքան բան, ժողովուրդ ջան, մենք արդեն 30 տարուց ավելա այսենց ագենտներով մեր երկիրը, մեր ազգի մեջից ագենտներ, այդ Չիբուխչյանների նման, ես անտանելի մի կենթանի է դա, անտանելի, դատարկություններ է խոսում, դատարկություններ, մի հիմարությունների շարան իրար հետևից, այս ռուսական հիվանդությունը պետքա վերանա, մենք գործ ունենք անելու և հարց ունենք լուծելու և ոնց որ տեսնում եք, մեր հարցերը մենակ կարան լուծվեն մի քանի ճանապարհով և ես մի բան էլ ասեմ, մինչև որ վերջացնել է այս տեսանյութը, արդեն պարզ է, ինձ համար գոնե պարզ է, որ Հայաստանի հարցը ևս մեկ անգամ չի լուծվելու Հայաստանում Հայաստանաբնակ ժողովրդի կողմից։ Այս հարցը Հայաստանի ապագան նորից լուծվելու է դրսից դիասպորայի հայության կողմից և իմ կարծիքով մեր միակ ճիշտ կառավարությունը, մեր միակ ճիշտ ճանապարհը և մեր միակ ճիշտ ղեկավարը գալու է դրսից։ Չի լինելու դա Հայաստանից մի մարդ, չի լինելու։ Ուղղակի չեն քաշում, չեն կարողանում, չի ստացվում, չկա այդ մարդը, չկա և եթե կա էլ, ուղղակի շատ թաթախված է, կամ մի կողմ, կամ մյուս կողմ, չի կարողանում դուրս գա անկախանա, որ կարողանա այս հարցը լուծի, չի կարող։ Մեզ պետք է մարդ, որը որ անկախ է, չկա, իրա վրա կամպրոմատ չկա, կեղտոտ ոչ մի բան չկա վրան, ոչ մեկի հետ կապված չի,
մի կողմը կամ մյուս կողմը չեն կարող ասել, ես ուզում ես խաղեր տաս, չի կարող։ Մենակ այդ մարդն է լինելու, որ փրկելու է այս երկիրը իր կողմնակիցներով։ Մեզ պետք է փնտրել այդ մարդուն դրսում։ Եվ այդ 15,000 հոգին էլ իմ կարծիքով, որոնք որ կփրկեն մեր երկիրը, դրանք էլ Հայաստանից չեն լինելու։ Ես տեսնում եմ, որ մեր երկրի փրկությունը մնալու է դիասպորայի ուսերին։ Մեծ հաճույքով համոզված եմ դիասպորայում կանեն դա, մեծ հաճույքով։ Դրա համար էլ սրանք հասկանում են դա, որ Հայաստանում չի այդ մարդը։ Դրա համար էլ սրանք ամեն ինչ անում են, որպեսզի դիասպորային կտրեն Հայաստանից։ Հայաստանին էլ կտրեն իր դիասպորայից։ Այսի գիտեք որն է։ Այսի մորը ոնց որ երեխայից կտրեն, երեխային էլ մորից։ Առանց դիասպորա Հայաստան չկա։ Առանց Հայաստան դիասպորա չկա։ Այսինքն մենք իրար ուղակի կորցնելու տարբերակ չունենք։ Ես անգամ կոչ եմ անում եւ ավելի մեծ ձևով եմ անելու այս կոչը շատ շուտով, որ բոլոր մարդիկ դիասպորայից, քանի որ աշխարհը արդեն դառնում է մեկ, ամեն տեղ նույն բանն է, ամեն ինչ ամենտեղ կա, ամբողջ աշխարհը, ամբողջ այս երկրագունդը նույն բանն է դառնում, ինչի մենք ապրենք դրսերում, երևի ժամանակն է տուն գնալ, երևի ժամանակն է տեր կանգնել մեր հողին, մեր երկրին, երևի ժամանակն է, եղել է նման բան, էլի կարա լինի, լավ, մինչ նոր հանդիպում ժողովուրդ, խոսենք նորից, գրեք ինչ եք կարծում այսօրվա մեր մտահղացումների մասին, շնորհակալություն, մինչ նոր հանդիպում, հաջողություն ձեզ։